Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Թե ինչու արջի եղբայրը պոչ չունի։ Մի օր ճագար եղբայրը կրյա եղբորն այցելության եկավ։ Գնաց հասավ նրանց տուն, բայց կրյա քույրիկն ասաց, թե ամուսինը տանը չէ։ Իր հորեղբորը տեսնելու է գնացել, նա լճակի մոտ է ապրում, ասաց կրյա քույրիկը։ Ճագար եղբայրը վազեց գնաց ծեր կրյա հորեղբոր տուն։ Բոլորը միասին ճաշեցին, ճաշից հետո էլ գնացին լճակի մոտ։ Կրյա եղբայրն ու ծեր կրյա հորեղբայրը ճագար եղբորը ցույց տվեցին իրենց սիրած խաղը։ Նստում էին մի մեծ սալ քարի վրա, սահում ընկնում ջուրը։ Այդ նրանց համար շատ հեշտ էր։ Սալ քարը ծածկված էր կանաչ մամուռով ու շատ լպրծուն էր։ Քարի վրա նստում էին, թե չէ, ոտքերը պատյանի մեջ էին քաշում ու այնպես արագ էին սահում, սլըկ ընկնում էին ջուրը։ Ծեր կրյա եղբայրը բարձրացավ, նստեց քարի ծայրին, ցած սահեց, սլըպ ընկավ ջուրը։ Հետո կրյա եղբայրը բարձրացավ, նստեց քարի ծայրին, ցած սահեց, սլըպ ընկավ ջուրը։ Ճագար եղբայրն էլ լճակի ափին նստել, խաղին էր նայում ու նրանց գովում։ Այսպես ուրախ խաղում էին։ Մեկ էլ որտեղից որտեղ արջի եղբայրը եկավ։ Լսեց նրանց գոռգոռոցներն ու ծիծաղը, շատ հետաքրքրվեց։ Բարի օր, ժողովուրդ, այդ ինչ աղմուկ եք բարձրացրել։ Եթե աչքերս ինձ չեն խաբում, սա ճագար եղբայրն է, սա կրյա եղբայրը, սա էլ կրյա հորեղբայրը, ասաց արջի եղբայրը։ Շատ ճիշտ է, պատասխանեց ճագար եղբայրը։ Մենք ուրախանում ենք, ուզում ենք մոռանալ այն տխուր օրերը, որ շատ են եղել արջի եղբայր։ Շատ լավ է, մրթմրթաց արջի եղբայրը։ Ուրեմն սահում եք, ուրախանում։ Իսկ ճագար եղբորն ինչ է պատահել։ Ինչու նա էլ չի խաղում։ Ճագար եղբայրն աչքով արեց կրյա եղբորը, կրյա եղբայրն էլ կրյա հորեղբորն ու ճագար եղբայրն ասաց. Արջի եղբայր, մարդ հո չի կարող առավոտից մինչև երեկո սահել։ Ես արդեն շատ եմ խաղացել, հիմա էլ նստել շորերս եմ չորացնում։ Գուցե արջի եղբայրն ուզում է խաղալ, հարցրեց կրյա եղբայրը։ Ճագար եղբայրը ծիծաղեց։ Ոչ, ինչ ես ասում, ասաց նա։ Անհնարին է։ Արջի եղբոր ոտքերը սահելու համար շատ լայն են, պոչն էլ շատ երկար։ Սրա վրա արջի եղբայրը շատ բարկացավ։ Ասաց. Ում ինչ բանն է պոչս երկար է թե կարճ։ Ես չեմ վախենում, կփորձեմ սահել։ Կրյա եղբայրն ու կրյա հորեղբայրը տեղ բաց արին։ Արջի եղբայրը գնաց պպզեց քարի ծայրին։ Պոչը օդ արեց ու սահեց։ Սկզբում սահում էր դանդաղ, այդ նրան դուր եկավ, ատամները բաց էր, ժպտում էր։ Հետո ավելի արագ սահեց ու վախից ատամները փակեց, ժպիտը չքացավ դեմքից։ Վերջապես շատ արագ սլացավ ու քարի ծայրին չհասած մի սուր քարի հանդիպեց։ Արջի եղբայրը այնպես ճչաց, որ շատ հեռվից կարող էին լսել նրա ձայնը։ Ճչալն ու մեծ աղմուկով ջրի մեջ ընկնելը մեկ եղավ։ Երբ արջի եղբայրը դուրս եկավ ջրից, ցավից ոռնում էր։ Նա չասաց, թե ինչ է պատահել, բայց ամեն ինչ արդեն պարզ էր։ Հենց ետ վերադարձավ, որ գնա տուն, ճագար եղբայրն ու իր բարեկամները տեսան։ Ինչ տեսան։ Արջի եղբայրը պոչ չուներ, սուր քարը արմատից կտրել, պոկել էր պոչը։ Ճագար եղբայրը գոռաց. Արջի եղբայր, սպասիր մի րոպե, արջի եղբայր, սպասիր ասեմ, թե ինչ անես, որ ցավը կտրի։ Բայց արջի եղբայրն այլևս ետ չնայեց։